Խաղաղություն ցեզի, սիրելի հավատագիտներ, Աստված օրհնի ցեզի շատ։ Սիրելիներ, մենք բոլորս գիտենք, որ չար ժամանակներ ենք ապրում։ Դրա համար այն ժամանակներն է, որ մենք պետք է ունենանք այս կատարվածներու վրայով գիտություն, ոչ թե Հայաստանի մեջ, աշխարհում։ Եվ ինչպես Տիրոջ խոսքը ասում է, իմ ժողովուրդը կորսվեց, կորավ ինչի պատճառով, գիտություն չունենալու պատճառով։ Հիմա ժամանակաշրջան ենք սիրելիներ, պետք է կարողանանք տեսնել, ինչ է կատարվում, որտեղ ենք մենք Աստվածաշնչի խոսքերուն, որ ժամանակաշրջանում ենք, ժամանակաշրջանը ինչ թափով առաջ է գնում, որպեսզի հասնի այն ժամանակը, որ եղբայրը խոսում էր, չէ, որ հապշտակություն պետք է լինի, սիրելիներ։ Ես ուզում եմ ընթերցել Հայտնության գրքի 10-րդ գլուխեն 1 համար, եւ այդ համարը ուզում եմ այսօր մենք տեսնենք ինչպես սկսել է կատարվել, սիրելիներ։ Այդ համարը 10-րդ գլխի 7-րդ համարն է, Հայտնության գրքի 10-րդ գլխի 7-րդ համարը։ Ասում է անոր իշխանություն դրվեցավ, անոր իշխանություն, Կազանին, դա 10-րդ գլխի առաջին համարի մեջ տեսնում ենք, կարդամ մինչև վերջ եւ ցույց տամ ինչի մասին է խոսում, անոր իշխանություն դրվեցավ, սուրբերուն հետ պատերազմ անելու, անոնց հաղթելու, սուրբերը սիրելիներ աստուժողովուրդներն են, որոնք հատկացված են Տիրոջ աշխարհին չեն նայում, հետինը մոռացած են, ապաշխարած են եւ սպասում են Տիրոջ պատկանող ընտանիքի անդամներն են սուրբերը։ Հասկանում եք, չէ՞, սուրբը այնպես չէ, որ ասենք Հռոմի բաբը այն որ սուրբ հռչակեց, դա է սուրբը, որովհետեւ մեռնել են հետո հրաշ եղավ։ Դրա մասին չէ։ Այստեղ ժողովրդի մեծ մասը անդամներ են մգրդված, բայց ես ես բացատրում եմ, որովհետև կարող են օրենքներ լինի եւ այդ մանրամասնությունները չիմանան։ Սուրբերը սիրելիներ, ասո ժողովուրդն է, որոնք արդեն ապաշխարել են, առաջվա կյանքը մոռացել են, իրենք ուխտ են արել Տիրոջ հետ ապրելու, Տիրոջ թագավորությանը համար։ Դրանց հետ ասում է, որ Կազանը պատերազմ է անելու եւ հաղթելու անոնց։ Կազանը ով է? Տեսնում ենք 10-րդ գլխու առաջին համարի մեջ գսե դեսա ծովեն Կազան մգելներ, որը ուներ 7 գլուխ, 10 եղջյուր եւ անոր եղջյուրներուն վրա 10 թակ ու անոր գլուխներուն վրա հայության անուններ կային։ Սիրելիներ, եւ մնացյալ բացատրության մեջ տեսնում ենք, որ ինչքան նման բացատրում է Դանիելի մարգարեության մեջ, ես չպիտի խորանամ սրա։ Բայց Կազանը ասում եմ ով է, բայց ես ուզում եմ որ ինչպես կատարվում է Սուրբերուն հաղթելը սիրելիներ։ Կազանը ինքը ներկայացնում է գայսրություն։ Դա տեսնում ենք Դանիելի մարգարեության մեջ թագավորություններ, օրինակ Բաբելոնի գայսրությունը, թագավորը Մարերի եւ այլն, սրանք կամ եգիպտացիների սրանք ներկայանում է Դանիելի մարգարեության մեջ ինչպես Կազան սիրելիներ։ Որ ճուրերեն գելեր, ծովեն գելեր, ճուրերը ներկայացնում են աշխարհի ասկերը սիրելիներ։ Եղավ Հետևաբար այդ գայսրությունը այսօր գոյություն ունի աշխարհի վրա իհարկե, իսկ ները գորստյան որդին, որ անց է, այդ գայսրությունից է, որ պիտի դուրս գա սիրելիներ։ Բայց այդ գայսրությունը կորձում է հիմա իհարկե, ինչ թափով, մեծ թափով, այդ գայսրությունը կորձում է եւ հող է պատրաստում հենց սատանայի մարմնացման գորստյան որդին, որում մասին Բողոսը նշում է Թեսաղոնիկեցիներ գրքի մեջ սիրելիներ։ Բայց ասում է, որ հաղթում է սուրբերուն։ Սա է, որ մի քիչ ցավ է պատճառում։ Սուրբերը մենք հասկանում ենք սիրելիներ, երբեք չեն ներգրավում ֆիզիկական պատերազմի մեջ, չէ՞։ Հետևաբար հասկանում ենք, որ ինքը չի խոսում ֆիզիկական պատերազմի մասին։ Ինչ պատերազմի մասին է խոսում, հոգևոր պատերազմի մասին է խոսում սիրելիներ։ Եվ շարունակության մեջ գսե
8-րդ համարի մեջ անոր երկրպագություն պիտենեն երկրին վրա բոլոր բնակողները պիտի ենթարկվեն երկրպագություն ունել, այսինքն ենթարկվում ես այդ համագարքին ենթարկվում ես եւ ուրախությամբ ենթարկվում ես արդեն երկրպագություն եղավ այդ համագարքին այդ քազանը ինչ որ երկրի վրա ինքը միջոցներ է գիրառում ծրագիրներ է օրագարք է առաջ տանում ենթարկվում է երկրի ասկերը եւ մեծամասամբ ուրախությամբ ենթարկվում են չի հասկանալով, չի զանազանելով չարը բարիից սիրելիներ։ Դրա համար ասում է երկրպագում են, ասում է որ երկրպագում են։ Անոր երկրպագություն պիտենեն երկրին վրա բոլոր բնակողները։ ಅವ್րանց անունները աշխարհի սկիզբեն մորթված քառնուգին գենաց քրքի մեջ գրված չէ։ Եվ ավելացնում է 9-րդ համարի մեջ ասում է որ ով որ ագանջ ունի թող լսե։ Տեսնում եք ով որ ագանջ ունի թող լսե, այսինքն ուշադիր, մտածեք, խոկացեք, հասկացեք, Տիրոջ մոտ եղեք, Տիրոջ հոգին ունեցեք, Տիրոջ հոգիի լեցունություն ունեցեք, որպեսզի կարենաք լսել, միտք առնել եւ հասկանալ ինչ է կատարվում սիրելիներ։ Ինչպես սուրբերուն հաղթում է, ինչպես հաղթելու է եւ հաղթում է սիրելիներ։ Այդ քազանը, որ ինքը կատարում է սատանայի կամքը կատարում է սիրելիներ։ Ինչպես պիտի անե։ Հիմա ամբոր տարիքը մեծացել է, սպիտակ մազերովները, որ երկար ժամանակի հավատքի մեջ են, աշխարհի վրա այդպես շատ այդ փոփոխություններուն չեն ենթարկվում, իրենք դուն են գնում, Սուրբ Գիրքը կարդում են, աղոթում են, շատ բանի միտք չունեն, դրանց դժվար կլինի սիրելիներ, ոչ թե անկարելի է, դրանք կարող է հաղթվեն, դրանք ավելի դժվար կլինի, դա սատանան գիտե, պետք է սկսի շատ շուտ, շատ կանուխ, այսինքն նախքան իմանան թե իրենք ով են, հետևաբար սատանան այդ համագարքի գայսրության միջոցով սկսում է փոքր տարիքից սկսում է ոչ թե պիտի սկսի արդեն սկսել է տարիներ է վեր սկսել է սիրելիներ վերջին տարիներուն շատ մեծ թափով սկսել է ուրեմն հիմա ես նորից բացահայտում եմ ինչպես ինքը աշխատում է որ մենք տեսնենք, միտք առնենք, զինվենք եւ դեմ տնենք սիրելիներ այդ բանին։ Սա վերջին զգուշացումներն են սիրելիներ։ Եթե այս զգուշացումները մենք նկատի չառնենք, մանավանդ որ դրանք որ հասկանում են, մանավանդ ծնողները սիրելիներ, ծնողները որ հասկանում են, մենք այլևս ուշ կլինի, հաստատ բարդության է գնալու։ Մեծերից են բարդվելու, երիտասարդներից ահագինը բարդության մեջ են, երեխաները արդեն մեծ թափով գնում են բարդության սիրելիներ։ Ուրեմն նա սկսում է շատ շուտ, ամեն խոսքի վրա շատ ուշադիր լսեք, շատ ուշադիր։ Մինչև շատ շուտ է սկսում, մինչև նրանք իմանան թե ով են իրենք։ Այսինքն նախքան իրեն իմանան թե ով են իրենք, չեն ճոգում, արդեն սկսում է։ Եվ նրանց պահում է երեխաներին։ Այնքան սպաղված, որ նրանք երբեք չմտածեն հարցեր տալու մասին։ Այսօր տեսնում ենք երեխաները իրենք շատ բարձր էներգիայով սպաղված վիճակի մեջ են։ Եվ տեսնում ենք, որ երեխաները ընդհանրապես իրենց սպաղեցնող բաները, ասենք, տելևիզորներ, բայց հիմա ավելի անշուշտ ինտերնետն է, հեռախոսներն է, խաղերն են, եւ իրենք առաջվա երեխաներու նման, ինչպես մենք էինք փոքր տարիքին։ Երեխան ասում են ամենամեծ փիլիսոփան է, որտեղ փիլիսոփան հարց է տալիս։ Փիլիսոփայությունը ինչ է։ Հարցեր ունենալն է, եւ այդ հարցերուն պատասխանը որոնելն է, սիրելիներ։ Երեխաները անընդհատ հարցեր են տալիս։ Հիմա նայեցեք երեխաները հարց չեն տալիս, կամ շատ քիչ հարցեր են տալիս, որովհետև իրենք
այնքան սպառված են սիրելիներ, որ երբեք չմտածեն հարցեր տալու մասին, սիրելիներ։ Նա վերացնում է նպատակը մանկությունից։ Եվ ապահովում է, որ նրանք դառնան, այս կետը շատ կարևոր է եւ պիտի բացատրեմ, դոպամինի կախվածություն ունեցող, դոպամին։ Երիտասարդներից շատերը գիտեն ինչ է դոպամինը, ես ցես կբացատրեմ հիմա։ Ինքը շատ է, այս դոպամին բառը կարող է լսում եք եւ շատ կարեւոր է որ դուք այսօր հասկանաք։ Դրա համար ասում եմ որ գիտությունը կարեւոր է այսօր ունենանք։ Դոպամինի կախվածություն։ Դոպամինի կախվածությունը սիրելիներ ինքը բժշկական ախտորոշում չէ, բայց ես կասեի որ բժշկական ախտորոշում պետք է լինի։ Որովհետեւ ինչ է Մարդը երբ որ կպչում է այն վարքերին, այնպիսի վարքերին, որոնք արագ հաճույք եւ ոգևորություն են տալիս ուղեղի բարգեւադրման համագարքի հաճախակի ակտիվացման շնորհիվ։ Երբ որ մի բան անում ես, մի բան լսում ես, ուրախանում ես, դա ուղեղը ինքը նյութ է արտադրում քիմիական, որը դրա անունը դոպամին է։ Դա ուղեղի բարգեւադրումն է, ուղեղը քեզ բարգեւադրում է, դու ուրախանում ես, դու գոհություն ես, բավարարվում ես, բավարարվածություն, այդ բավարարվածության զգացումը ո՞նց է կատարվում, ուղեղը այդ քիմիական նյութը դոպամինն է արտադրում սիրելիներ, եւ դա քեզ այդ հաճույքն է տալիս։ Եվ դոպամինի գախվածությունը, այսինքն մենք հաճախակի մշտական գարիք ունենանք բավարարվածության հաճույքի տեսնում եք սիրելիներ ուրեմն ինքը բնական քիմիական նյութ է ինչպես որ ցես ասեցի ուղեղում նա անվանվում է երբ որ նայեք սոցիալական ցանցերի վրա նա անվանվում է ուրախության հորմոն լսել եք չէ ուրախության հորմոն է անվանվում Ուրեմն, որովհետև դա ինքը ինչ դեր ունի մարդուն մոտիվացիա տալու, մոտիվացիա, որ մարդը շատ է սիրում, չէ, մոտիվացիան, հաճույք, սովորում, կամ սովորություններու ցևավորում, սովորություններու, ես ավելի կբացատրեմ։ Այսինքն, օրինակներ ցած պիտի տամ, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Ուրեմն երբ մենք հաճելի բան ենք անում, օրինակ ասեմ ցեզի, ուտում ենք համեղ մի բան, շատ համեղ մի բան ուտում ենք, կամ խաղ ենք խաղում, հաղթում ենք, մենք հաղթական ենք դուրս գալիս, կամ սոցիալական ցանցի վրա ստանում ենք like-ը գիտեք չէ ինչ է, like ենք ստանում սոցիալական ցանցում, մեր ուղեղը արտազատում է դոպամին, Սա ստիպում է կրկին ու կրկին անել այդ նույն գործողությունը, կրկին ու կրկին այդ նույն գործողությունը։ Ինչով է մարդը դոպամինի կախվածություն ունենում։ 1. Անverջ սկրոլներ սոցիալական ցանցերում, սկրոլ գիտեք ինչ է, նյութից մեկ նյութ, նյութից միշտ նյութ։ Այսինքն անընդհատ այդ էջից վար է գնում, մի հատ ցանայում է, մի քիչ հաճույք է ստանում, չի երգարում, որպեսզի չի ուզում որ այդ դոպամինի արտադրությունը նվազի այսինքն կարելի է դու մի հատ ոգևորական մի բան ասեմ քո մոտը դոպամինը բարձրանա բայց եթե շարունակեմ քո մոտը ցանցրություն հարաճանա որովհետեւ դու այդ որովհետեւ դու այդ կախվածությունը այնքան հաճելի է քեզի համար դու չես կարողանում ցանցրության մեջ մտնելու եւ դրա համար անընդհատ էջի իջնում ես ներքև մյուսը նայում ես Եվ դեսա որ սատանան դա հաջողվում է, միադար ստեղծեց մի հատ ծրագիր, որի անունը TikTok է։ Ամենաուժեղ դոպամինի ծրագիրը աշխարհում TikTok-ն է, ամենաուժեղը։ Որը TikTok-ի վրա ամեն վիդեոները միջին հաշվում 1 րոպեանոց են։ 1 րոպեանոց են։ Եվ քեզի կստիպե որ դու անընդհատ այդ 1 րոպեացիները նայես եւ դու լինես ամբողջական ստրուկ դոպամինի, ամբողջական ստրուկ դոպամինի։
Մարդիկ ընդհանրապես հեռախոսով են, փնտրում են լայքեր, մեկնաբանություններ կամ նոր բաներ տեսնել։ Բաղակիցները բացում եմ այդ իմ ասածին։ Լայքեր, մեկնաբանություններ կամ նոր բաներ տեսնել։ Ինչու սա դախված է դոպամինից։ Յուրաքանչյուր ծանուցում մի փոքր ուրախություն է բերում։ Մի փոքր ուրախություն։ Եվ ուղեղը սկսում է այդ ուրախությանից կախյալ լինել։ Կախվածության մասին ենք խոսում, սիրելիներ։ Ինչ հետևանքներ կարող են լինել։ Ուշադրության պակաս, կենտրոնացման գոռում, վատքուն, շատ վատքուն, ստրես ու կյանքից դժգոհություն։ Ժամերով վիդեո խաղեր խաղալ։ Երեխաներու մասին ենք խոսում, ժամերով վիդեո խաղալ։ Գիտեք, որ աշխարհում մարդիկ կան, որ օրերով են խաղում, ոչ սովորում են, ոչ մանանում են, թեև դա դժվար լինի հավատացյալ ընտանիքների մեջ, բայց պարզապես որ գիտությունը փոխանցում եմ ձեզի։ Օրերով խաղում են, մոռանալով դասը, աշխատանքը կամ նույնիսկ ուտելը մոռանում են։ Ինչու համար սա դոպամինի հարց է, որովհետև խաղերը միշտ բարգև են տալիս, հաղթանակ, նոր մագարտակ, նվեր։ Հետևանք դառնում ես կախված, ավելի քիչ ես շփվում մարդկանց հետ։ Շփվելու կարողությունը մարդկանց հետ կորում է։ Չես կարող շփվել, չգիտես ոնց շփվես մարդկանց հետ։ Եվ դժվարանում է իրական կյանքում առաջ շարժվելը։ Անընդհատ երրորդը, անընդհատ YouTube կամ TikTok դիտելը, որ ասում էի դրա մասին։ Ինչ է լինում, մարդիկ ժամերով դիտում են մի 100-ավոր կամ կարճ տեսանյութեր եւ ուղեղը ուզում է էլի ու էլի։ Սիրելիներ։ Հետևանք գլուխդ լցվում է անիմաստ ինֆորմացիաներով, անիմաստ պատկերներով, դժվարանում ես կենտրոնանալ, իսկ լռությունը կամ ցանցրույթը դառնում է անհնար։ Քեզ լռություն չի ստացվում կոմոդ։ Եվ ցանցրանալը գիտեք օգուտ է, չէ՞ մարդուն։ Ցանցրանալը շատ կարևոր բան է, որ Աստված մարդու բնության մեջ դրել է։ Չի ցանցրացող մարդը չի փնտրում։ Իսկ Աստծո մեջ մնալով մարդը չի ցանցրանում այլևս։ Ցանցրությունը նպատակ ունի, որ մարդը գտնե Աստծո, սիրելիներ, որ կյանքի մեջ ինչ որ անում է, վերջարության ցանցրույթի է առաջնորդելու։ Բայց տեսնում եք արդեն մեթոդները զարգացել է, որ գիտե որ մարդը ինչ անի, ամենահարուստը լինի, ամենալավ հաջողությունները ստանա, մեգա պիտի ցանցրանա, բայց ինչ անե սատանան, որ անընդհատ այդ վիճակի մեջ պահե, արդեն խոսում ենք դրանց մասին։ Որ ցանցրության չի մատնվի, մարդը կարող է ամբողջ օր անգոնի մեջ վարգել եւ ինքը անընդհատ նայել վիդեոները, մեկնաբանությունները, նկարները, լայքերը եւ այլն ամբողջ օրը ժամերը այնպես կանցնին, որ ինքը ոչար կանտրատարնա ինչպես եղավ, արդեն ինքը կախվածություն ունի։ Եվ մեծ մասամբ կախվածություն ունեն սիրելիներ, մանավանդ երեխաները կամ երիտասարդները։ Կամ ասենք վատ բաներ նայելու կախվածություն է լինում, որովհետև դա քեզ տալիս է ծրիապար։ Երիտասարդներու մոտ ենք ասում սա, երեխաներու մոտ արտակա սիրելիներ, կարող է դուք տեղյակ չլինեք, երեխաներու մոտ շատ շուտ արդեն բացվում է երեխային աչքերը, որ մեկ անգամից տեսնում է այդ բաները, որովհետև կա տեսնում եք, հասկացաք ինչ եմ խոսում ես սիրելիներ։ Եվ կախվածություն, եւ քախնի հաջողակի նայում են այն տեսակի անբարոյական բաներ, սիրելիներ։ Ուրեմն, այդ վիճակի մեջ, ինչու համար դոպամին, որովհետև այդ սերական փոխանցությունը սիրելիներ ուժեղ հաճույք է հարաճացնում։ Հետևանք սիրո եւ իրական հարաբերություններու հանդեպ հետաքրքրության նվազում։ Բաժանվում են բոլոր զույգերը աշխարհում։ Դամ հավատացյալները ամուսնանում են, չեն կարողանում իրար տանել։ Որովհետև իրենք ուրիշ աշխարհի մեջ ապրելով մեծացան։ Եվ հարաբերություններու հետաքրքրությունը իրար հանդեպ իրար ճանաչել բան նվազում է դա։
եւ անհաճող ամուսնություն, ըսկում են միայնակ, ամուսնանում են միասին, բայց ըսկում են միայնակ։ Հաճախակի ու առանց մտածելու արևդուր անել։ Օզոն, Wildberries, էժան է, ամեն ինչ, նվազած քիներով։ Ամա ինչ է սրա գինը, 1000 դրամ է, ոչինչ, 2000 դրամ է, ինչ է որ անպետք բաներ, բայց դու կախվածություն ես ունենում այդ արևդուրներից։ Գիտեք, չէ, Wildberries-ով օզոնը ինչ է, ասենք դեպը։ Չեմ ասում, եթե մեկը Wildberries-ի կամ օզոնի վրա արևդուր արեց, վատ բան արեց։ Բացատրում եմ, որ ինչ միջոցներ, այս միջոցները իրենք որոքայտներ են այն մարդկանց, որ իրենք չունեն հասունություն հասկանալու կամ ինչպես օգտագործելու սիրելիներ։ Եվ մեծամասնությունը չունեն այդ հասունությունը հասկանալու, ինչպես օգտագործելու։ Ուրեմն, առանց մտածելու արևդուր անել։ Ինչ է լինում, մարդիկ կնումներ են անում, նույնիսկ երբ պետք չէ, բարձրապես ուրախանալու համար։ Պետք չէ, բայց ուրախանալու համար։ Այդ բանը բերում է, մի օր դրանով սպառվում է, հետո մի կողմ նետում է, կյանքում չի օգտագործում այդ բերած բանը։ Թե՞, տեսնում եք, ամբողջ մեր կյանքի պրակտիկայի մեջ այս իմ ասածներս դուք պատկերը տեսնում եք, չէ՞, ամենից այս բոլորը տեսեր եք։ Կամ 6-րդ դոպամինի մասին եմ հենց բացատրում։ Դոպամինն եմ բացատրում։ 6-րդ քաղցրավենիքի ու արագ սննդի ցկողությունը։ Սա է դոպամինն է արտադրում։ Քաղցրավենիքը քաղցր համով բան է ուտում, դրա համար երեխաները կախյալ են լինում քաղցրավենիքից։ Ինչու համար այդ կախվածությունը, այլևս չեն կարողանում նորմալ հաց ուտել։ Եվ այդ կախվածությունից սիրելիներ տեսնում ենք, որ մարդը ինքը չափազանց քրքրված է լինում։ Խթանված է լինում սիրելիներ, չափից ավելի։ Ինչ է լինում, մարդիկ հաճախ ուզում են շոկոլադ, չիփս, քաղցր ըմպելիքներ։ Ինչու է դոպամին, որովհետև շաքարը եւ ջարբը ուղեղին հաճույք են պատճառում։ Սա արդեն բժշկական է, բայց իմացեք։ Հետևանքը ինչ է, քաշի ավելացում, առողջական խնդիրներ եւ բնական ուտելիքից զզվանք։ Բնական ուտելիքից զզվանք։ Եվ նույնպես არ կենտրոնացման անհետանում, անոնք որ քաղցրեղեն են ուտում, տեսեք դպրոցներում իրենք հաճող չեն շատ քաղցրեղեն ուտողները, որովհետև չեն կարող կենտրոնանալ։ Կենտրոնանալու կարողությունը գորում է քաղցրեղենից։ Կամ մշտապես մի քանի բան միաժամանակ անել։ Մշտապես մի քանի բան միաժամանակ անել։ Ծանոթ է։ Ինչ է լինում, մարդիկ բացում են միաժամանակ, ասենք TikTok, կողքից երաժշտություն, YouTube, ինչ որ բան փորձում են սովորել, բայց ոչ մի բան չեն սովորում։ Ոչ մի բան չեն սովորում։ Այդ մի քանի միասին, որ ժամանակ չգործնեն ոնց որ։ Ժամանակը թռնում է այդ մի քանի բանը միասին, երաժշտություն լսեմ TikTok, կողքից YouTube եւ փորձեմ մի բան սովորել ոնց որ։ Ինչու է դեպամին ամեն նոր բան հաճույք է տալիս, նույնիսկ եթե 1 վայրկյան է տևում։ Հետևանք մտքի հոգնածություն, կենտրոնանալու խնդիր, անարդյունավետություն, ամեն ինչի մեջ անարդյունավետություն սիրելիներ։ Սրանք այն սովորություններն են, որոնք կամաց կլանում են մարդուն, առանց նկատելու։ Դրանք շատ հաճելի են թվում, բայց երկարաժամկետում խլում են խաղաղությունը, ուշադրությունը եւ երջանկության զգացումը։ Երջանկության զգացումը կորում է սիրելիներ։ Հետևաբար մինչև դեռահաս տարիքին բատանի հասնելը, այս բոլորը ցևավերում է սատանան երեխաներու ներսիտին ցևավերում, մինչև իրենք բատանի հասնելը։ Արդեն հետևաբար մինչև այդ տարիքը հասնելը պատանեկան, իրենք դառնան գերխթանված, հասկանում եք, չէ՞, որ բացատրում էի, թեր զարգացած տարիքը 13 տարեկան է, բայց իր էմոցիաները քանի տարեկանի նման է, 5 տարեկանի նման է։ Նկատել եք։ Լիքը 13 տարեկան է, բայց իր էմոցիաները 5 տարեկանի նման է հələ։ Թեր զարգացած։ Այսինքն կարելի է խել, ասենք ինչ խելացի է։ Շուտ ըմբռնում է, ամեն ինչ հասկանում է, ինչ հասկացած բանը հասկանում է։ Բայց իր էմոցիաները 3 տարեկան երեխայի պես է։
քերխտանված, թեր զարկացած, անկարող դեղում նստելու, անկարող դեղում նստելու, անդադար շարժի մեջ է, ասես նստիր, 5 րոպե անշարժ նստիր, չի կարողանում, անդադար, հետը խոսում ես ինքը մի բան բռնում է, վերցնում է մի բան, անկարելի չի կարող դեղում նստել, անզուս, իսկ մեր փոքր տարիքին մենք զուսպ էինք, ես զուսպ էի, հաստատ դու եք զուսպ էիք, իմ տարիքով կամ ինձանից մեծերը, հաստատ զուսպ էիք, հյուր գալիս էր, ասում էր իմ մաման բաբան, Եգոր նստիր, գալիս էի, խելոք նստում էի, ժամերով, լսում էի մեծերու խոսակցությունը և ինձ համար ցանցրանալի չէր, ընդհակառակը, հիմա որ երեխան կարող ես նստեցնել, այցեք հսկայական փոփոխությունը, որ կատարվել է, որ միգուցե չենք նկատում, տեսնեք ուր է հասել այդ խոսքը, այդ խոսքի մեջ ապրում ենք, սուրբերը պարտվում են սիրելիներ, ապրում ենք, ները շուտով կհայտնվի, բայց քազանը կա արդեն, անկարող զուսպ լինելու, և երբ իրական կյանքը պահանջի ինչ-որ բան նրանցից, նրանք արդեն կլինեն գերի, ստրուկ, իրենց հուզական ցանկություններին, և չեն կարող դիմակրավել որևէ մեկ իրական բան, դժվարություն կամ բան, որ կյանքը իրանից պահանջում է սիրելիներ։ Նա նրանց կստիպի հետապնդել հաճույք, խոսում ենք հիմա արդեն բադանի շրջանի մասին, հաճույք, աղմուկ, լռությունը անդանելի է, աղմուկ, անընդհատ աղմուկ, բարձր աղմուկ, անդադար, և ընդունված լինել, ամեն ինչ անի, որպեսզի ընդունված լինի, դիմացիներից, սոցիալական ցանցերում, լայքերը ստանա և այլն, և լռությունը նրանց համար կդառնա անհանդուրժելի, հետո սատանան հավատքը դարձնում է դնային աշխատանք, դնային դպրոց գնում է դնային աշխատանք սիրելիներ, բանը որ ցանցրանալի է, խիստ ու անտեղի իրեն համար, դնային աշխատանք դարձավ, ցանցրանալի է ստիպված անում է, խիստ է և անտեղի է ոնց որ, նա նրանց համոզում է, նա ասում եմ քազանի մասին, որ հնազանդությունը և ծնողներին պատվելը թուլություն է, իսկ ըմպոստությունը ինքնասիրություն է, նա նրանց ասում է, որ անկախ լինելը նշանակում է մեգուսանալ, տեսնում եք, անկախ լինելը նշանակում է մեգուսանալ, ոչ, բայց այդպես են հասկանում, որ ես անկախ եմ, երբ որ մեգուսանում եմ, անկախ լինելը կնշանակե մեգուսանալ սիրելիներ, և մարդկանց հետ շփվելը, ծանոթանալը անհետաքրքիր է ու խորհուրդ հարցնելը հետամնաց բան է, ինչու խորհուրդ հարցնեմ, ինտերնետ կմտնեմ մի անգամից, ես կմեգուսանամ, անկախ կլինեմ, խորհուրդ հարցնելը հետամնաց բան է, նա փոխում է քազանը, մշակույթը այնպես որ մեղքը դարձել է ինքնարտահայտման ցև, մեղքը դարձել է ինքնարտահայտման ցև, նա թողնում է որ նրանք հավատան, թե իրենց ցանկությունները աստվածային են, մեկը պետք չէ խանգարի իրենց ցանկությունները, իսկ ամեն ինչ որ սահմանափակում է իրենց, հատկապես Քրիստոս, Աստծո խոսքը, դա թշնամի է, իրեն բադն է ուզում, կարան բացել փակագիծները, չենք տեղավորվի ժամանակի մեջ, օրինակներով այսինքն, փակագիծ բաց, ցեզի օրինակներ տալով, տեսնենք բոլոր շարժումները, ասենք կանայք ուզում են իշխել, ֆեմինիզմը որ ասում են, կամ ասենք թե որ միասերական, այլասերական բաները, որ ասում են, որ դա մեր արտահայտվելու, մենք ուզում ենք արտահայտվել, Աստծո խոսքը դա դեմ է, ուրեմն թշնամին է մեզի, իսկ մեր զգացումները, մեր ցանկությունները աստվածային են, ոչ թե Քրիստոսից, աստվածային փոքր այով, նա
փարապանում է ասթետիկ մարդկանց սոցիալական ցանցերում վրա, տելևիզիաներում վրա, ովքեր ոչ մի սկզբունք եւ բարոյականություն չունեն։ Նա դարձնում է ինքնահիացումը ինքնավստահություն։ Ինքնավստահություն հասկացողությունը ինքնահիացումով է ինքը կիրառում մարդու ներսիտին։ Իսկ համբավ ունենալը բարձրակույն վավերացում, բարձրակույն հաստատում համբավը։ Նա բահում է նրանց կպած եւ մոլի համեմատությունների, համեմատվում է, մարդը անընդհատ համեմատվում է, համեմատություններով մշտական հոսքին բոլոր այն բաների հետ, ինչ նրանք տեսնում են սոցիալական ցանցերում։ Նա նրանց բահում է վախեցած, խոր մտածելուց, չի ուզում խոր մտածել, վախեցած, խոր մտածելուց, ամաչած բազմության դեմ գնալուց, այսինքն բազմության հետ պետք է գնա, դեմ գնալուց ամաչում է, ամբողին հետ պետք է գնա ինքը։ Եվ միշտ ձգտող ընդունված լինելու մի աշխարհում, որը քայքայվում է։ Եվ երբ նրանք վերջապես սկան դատարկությունը, միտեղ պիտի կա, չէ՞ պիտի սկա դատարկությունը, մեծանում է, արդեն երիտասարդ է դառնում։ Միտեղ հասնի, որ սկա դատարկությունը, Խազանը ապահովում է, որ նրանք երբեք չհասկանան, որ դրա արմատը Աստծո բացակայությունն է։ Ամեն ինչ կան է, որպեսզի այդ դատարկությունը չվերակրեն Աստծո բացակայություն, սիրելիներ։ Նա բահում է երիտասարդներին, հետևելով դատարկ ինքնավստահություն ներշնչող podcast-երին։ Podcast-երը, երբ որ այդպես վիդեոերիզներ անում են, չէ՞, անընդհատ այդպես օգնելու գիտեն երիտասարդներին, ինչ է podcast-ը, դու գար միգուցե գիտեք։ Նա դրանց կպահի ինքնավստահություն ներշնչող podcast-երին, ինքնասիրության մեթոդներին, չէ, ամբողջ համացանցը ինքնասիրություն է սովորեցնում մեզի։ Նայրեք, այդ պատանի ինձ շատ լավ հասկանում է, ինչ խոսում եմ։ Դու խելացի է։ Ամեն ինչի բացի հնազանդությունից։ Ասում է, որ հոգևոր ընտանիք բեք չէ, հոգևոր միջավայր բեք չէ, եղբայրություն բեք չէ, պետք է մարդկանց շրջապատում լինել, որոնք բեք չէ այն մարդկանց շրջապատում լինել, որոնք հիշեցնում են Աստծուն։ Եվ վերջապես նա վերափոխում է աշխարհը այնպես, որ չարիքի համայնքները գտվան ջերմ ու հանդուրժող, հանդուրժականությունը հաճելի է մարդուն, չարիքի համայնքները գտվան ջերմ և հանդուրժող, չէ, ընտանիքը սիրում է երեխային, սա սովորական բան եմ ասում, բոլորիդ հասանելի, երեխային որովհետև սիրում է, ասենք երեխան մանավանդ պատանի է լինում, արգիլում է շատ բաներ, այդ արգիլելը պատանին սատանան մտքի մեջ տնում է, որ դա սիրո պակասից է, ընտանիքը իրեն չի սիրում, և գնում է ինքը չարության համայնքների մեջ, ընկերներ, որ իր հետ համացայնում են, չարություն են անում եւ այլն, կարծում է, որ դրանք իրեն սիրում են։ Դա նորություն չէ, դա միշտ եղել է, չէ՞։ Հազարավոր տարիների ընթացքին դա եղել է։ Գնում է ընկերներ է գտնում, չար ընկերներ, վատ ընկերներ, հետո մեծանալ են, հետո ասում է, որ ընտանիքս ճիշտ էր։ Այդ վիճակը արդեն հիմա ավելի շատ խորանում է, սիրելիներ։ Որ չարիքի համայնքները թվան ջերմ ու հանդուրժող, իսկ ճշմարտության Քրիստոսի համայնքները թվան օտար, տարօրինակ եւ ցանցրանալի։ Ուրեմն այդպես նա հաղթում է ոչ արյունով, ոչ կրակով, այլ շփոթությամբ եւ հարմարավետությամբ, կոմֆորտ ստեղծելով, անհոգ հանգստություն,
Սոդոմի մեղքը հիշում եք, սիրելիներ։ Այս բոլորի փակակիցները ավելի կարող էի բացել, որ օրինակներով, բայց ինչքան որ կարողացա ժամանակը, որովհետև քիչ է տեղավորվել, սիրելիներ, հուսամ իմ խոսքը հասանելի եղավ, ոչ թե միայն հասանելի, ես խնդրում եմ, աղոթում եմ, ես այս բաներում վրա շատ լաց եմ լինել։ Ես ձեզ ներկայացնում եմ, խնդրում եմ, որ լուրջորեն առնենք, վերաբերենք եւ քայլ առնենք, գնում է մեր ցերքից ամեն ինչ, սիրելիներ։ Եղավ, այդ կատարվում է այդ խոսքը։ Քիչ առաջ աղոթում էր եղբայրը երեխաներուն համար։ Այս երեխաները մենք շատ ուշադիր, պատանիները, երդասարտները, նույնիսկ մեծերը, դու կարող մեծերուն ար գլանում է, չէ՞։ Դասվիդակ մազերովին ար այդ բաները կատարվում է, բայց ավելի քիչ չափով, բոլորս ուշադիր լինենք։ Աստված շատ օրհն է, իսկապես Քրիստոս մեզի պահե։ Հաստատե իր սիրուն մեջ, գիտեք, ամենակարևոր բանն է ես կարծում եմ, որովհետև Քրիստոսի սիրուն մեջ եթե հաստատվենք, ոչ թե օրհնություններ առնենք եւ այլն, դրանք կլինի, բայց ամենակարևորը ես կարծում եմ, որ Հիսուսի սիրուն մեջ հաստատվելն է։ Եթե Քրիստոսի սիրուն մեջ հաստատվենք, այս բոլորի գարիքը չենք ունենալ։ Իսկ գարիքը չունենալը չի հերիքի։ Պետք է գիտակցություն ունենանք եւ դեմ դնենք, որովհետեւ սա մեզ գլանում է անկիտակցաբար։ Հետեւաբար չի թողում, որ Քրիստոսի սիրուն մեջ հաստատվենք։ Տեսնում ենք, իմանում ենք, գիտություն ունենում ենք, դեմ տնենք։ Եվ դա գոհն է, որ մենք Քրիստոսի սիրուն մեջ հաստատվենք եւ ունենանք քեր երջանկություն։ Եվ ոչ մի բանի գախյաց չի լինենք, բացի Քրիստոսից։ Աստված օրհնի սիրելիներ։